Դուք ասում եք, որ կոռուպցիայի մեջ են մեղադրվում, կոռուպցիայի մեջ մեղադրվողները պատասխանատվության չենթարկվեն եւ այլն, այստեղ շատ կարեւոր է տարբերակված մոտեցումը։ Այսինքն ինչպես է լինում, որ մեկին բերման ենթարկելու համար մի ամբողջ զորք է ուղարկվում եւ ցուցադրաբար պարկեցնում են գետնին, հետո բերման են ենթարկում, մյուսի պարագայում պարզապես իրավապահ մարմինները ծանոթագիր են ուղարկում եւ այսպես շատ բան քաղաքավարի կամ ինչպես կասեր դասականը կուլտուրական ձևով իրականացնում են այդ ամբողջ վարույթը։ Գիտեք, խոսում եք հրահանգի մասին, որ նախորդ իշխանությունների ժամանակ հրահանգով էին քաղբանտարկյալներ լինում եւ այլն։ Ժողովուրդ, ով, դուք հրահանգի մասին մի խոսացեք։ Ձեր քաղաքական իշխանության ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից ասում է, ձեզ լցնելու ենք ԱԱԾ պատվալները։ Վերջ, դա արդեն ես չեմ ամեն դեպքում ես ասում եմ այն ինչ որ ձեր ղեկավարը ասում է ԱԺ-ամբիոնից։ Խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, պարոն Վարդանյան, ես շատ զարմացա, որ դուք հիշատակեցիք Կիպրոսի քաղաքացի լինելու հանգամանքը, այսինքն դրանով արդարացնում եք այն, որ մարդը այժմ կալանավորված է եւ ըստ էության համապատասխանում է 1800 բանաձևի չափանիշներին, կամ ասում եք դիմել է Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային կառույցներին։ Իրավունք թեկուզ Կիպրոսի քաղաքացի Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել են իր իրավունքները, այսինքն ինքը պետք է համակերպվի խախտված իրավունքների հետ եւ չդիմի միջազգային ատյաններ իրավունքները վերականգնելու համար։ Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել, բայց գամ նորից Սամվել Կարապետյանի կոչին, մարդը արդեն, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք, 5 ամսից ավել կալանքի տակ է, մեր ձևով կմիջամտնենք արտահայտության համար։ Մեր ձևով կմիջամտենք, հետո Փաշինյանի կողմից տրվեց հրապարակային մեկնաբանության, եւ այդ հրապարակային մեկնաբանության հիման վրա էր, որ որոշեցին դա հանդիսանում է իշխանություն զավթելու կոչ։ Այստեղ ուզում եմ մեջ բերել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2010 թվականի որոշումը, այսինքն դինքը ընդդեմ Թուրքիայի գործին է վերաբերում, որտեղ նշվում է, որ քաղաքական խոսքը պետք է լինի պաշտպանված, քանի որ արտահայտման ազատությամբ երաշխավորված է բոլորի իրավունքը առանց վախի արտահայտելու իրենց կարծիքն ու գաղափարները, անգամ եթե դրանք նյարդայնացնում կամ ցնցում են պետական պաշտոնյանին։ Ժողովուրդ, ինչքան էլ ցնցվեք, խնդրում եմ մարդու ազատ խոսքը որպես կոչ չդիտարկեք։ Այդպես է, ես մեջբերումը արել եմ հենց անմիջապես բանից, գործից։